Ընտրյալ նախագահ Դոնալդ Թրամփը շարունակում է իր ապագա թիմի ձևավորումը։ Հանդիպումներն անցնում են մեծահարուստ Թրամփի սեփական գոլֆ ակումբի շենքում, որը գտնվում է Նյու Ջերսի նահանգում, Բեդմինստեր ավանում։ Այստեղ ընտրյալ նախագահը անցած շաբաթավերջին բանակցել է Մասաչուսեթսի նախկին նահանգապետ 2012 թվականի նախագահական ընտրություններում հանրապետականների թեկնածու Միթ Ռոմնիի հետ։ Բանակցություններին մասնակցում էր նաև ընտրյալ փոխնախագահը Մայք Փենսը, ով CBS հեռուստակայանի հետ զրույցում հաստատել է, որ Ռոմնիին կարող է առաջարկվել պետքարտուղարի պաշտոնը։ I would tell you that it was not only a cordial meeting, but also it was a very substantive meeting. Սա ոչ միայն ջերմ, այլև շատ բովանդակալից հանդիպում էր, կարող եմ ասել, որ հիմա ակտիվորեն եւ լրջորեն քննարկվում է նահանգապետ Ռոմնիին Միացյալ Նահանգների պետական քարտուղարի պաշտոնը վստահելու հնարավորությունը։ I can say that Governor Romney is under active and serious consideration to serve as Secretary of State of the United States. Իդեպ նշենք, որ ամերիկյան քաղաքական ավանդույթի համաձայն բարձրաստիճան պետական այրերը միմյանց մասին խոսելիս խուսափում են նախկին եզրույթից։ Նախագահին, պետքարտուղարին, նահանգապետին ներկայացնում են այնպես, կարծես նրանք դեռ շարունակում են աշխատել։ Դա հարգանքն արտահայտելու յուրօրինակ ձև է։ Թրամփը Քլինտոնի մասին ասում էր պետքարտուղար, Փենսն էլ Ռոմնիին նահանգապետ է անվանում։ Ընդ որում անցած տարիների ընթացքում Թրամփը եւ Ռոմնին բազում անգամներ մեկ-մեկու ոչնչացնող քննադատության են ենթարկել։ Ռոմնին այս նախագահական ընտրարշավի ընթացքում Թրամփին անվանել է խաբեբա եւ հանրապետականներին կոչ արել մերժել մեծահարուստի թեկնածությունը։ Թրամփն իր հերթին Ռոմնիին ծաղրել է, անվանել է միշտ պարտվող եւ ձախողված թեկնածու, բայց ընտրություններից հետո Ռոմնին զանգահարել է Թրամփին եւ շնորհավորել հաղթանակի առիթով։ Նոյեմբերի 8-ի ընտրություններից հետո Ամերիկայում ստեղծվել է միանգամայն նոր քաղաքական կացություն։ Ինքը ընտրյալ նախագահը շատ գոհ է գոլֆ ակումբում տեղի ունեցող բանակցություններից։ Really efficiently, very good, tremendous talent. We're seeing tremendous talent. Արագ առաջ ենք գնում, ահռելի տաղանդ ունեն մարդիկ, ովքեր Ամերիկան վերստին կդարձնեն մեծ երկիր։ Շատ տաղանդավոր մարդիկ են, ասել է Թրամփը իր զրուցակիցների մասին։ Նրանցից մեկն էլ ամերիկյան ծովային հետևակի պաշտոնաթող գեներալ Ջեյմս Մաթիսն է, ով կարող է դառնալ Պենտագոնի ղեկավարը։ Կարծում ենք մեծ մարդ, ասել է Թրամփը գեներալի մասին, իսկ Թվիտերում ընտրյալ նախագահը այսպես է գրել. ամենագեներալ Մատիսը։ Իդեպ պաշտոնաթող գեներալը բանակում ուներ շատ ազդեցիկ եւ խոսուն մականուն՝ Mad Dog, կատաղած շուն։ Թրամփը գոլֆ ակումբում հանդիպելով լրագրողներին ասել է, որ առաջիկայում կհայտարարի իր կադրային նոր որոշումների մասին։